Երկար ժամանակ չեմ կարող կողմնորոշվեմ այս վիդեոն տեղադրեի թե չէ, բայց ճիշտ համարեցի, որ այս վիդեոն YouTube-ում լինի, որ գոնե ժամանակ առ ժամանակ նայեմ ու այն մարդիկ, ով կապված է այս ամեն ինչի հետ ու իմ շատ լավ ընկեր, իմ հալալ ընկեր Էդոյի հետ, այս վիդեոն նայելուց մի փոքր գոնե կարոտը առնի։ Ի սկզբանե վիդեոն մեր Աշոտի G30-ի վերաբերյալ է, որտեղ մենք այդ մեքենան առնում ենք ու փորձում ենք ցույց տանք, թե 0-ից ինչ ժամանակահատվածում այդ մեքենան կսարքենք, ավելի տենց վլոգային տարբերակով, հենց որ առաջարկում եմ սկզբից հետ գնանք ժամանակի մեջ, նայենք այդ հատվածը ու հետո էլի գանք ստեղ։ Անգերս ամենայն անկեղծությամբ պատրաստվել էի քո ավտոն նայեի ու դուրս գայի, որտեվ լիքը գործ ունեմ։ Տենց շատ խառն է էլի գրաֆիկս։ Իմ ամենաչսիրած բանն է, որ կապոտի հետ կեղտո տալում, հենց որ բոլորիդ խնդրանք կապոտը լվացած միշտ մաքուր պահեք, որ ցանկացած արհեստավորի մոտ մտնելուց, որ դուք ձեզ վատ չես գալ։ Էլ չեմ ասում արհեստավոր է, ինչ արհեստավոր մաքուր է։ Եկել ենք մեր ընկերոջ Արսենի մոտ, այսա սրանք սա անտիխրոմ ենք անում, արդեն զբաղվում ենք ֆարերի հարցերով, ինձ թվում է Ռուսաստանից կուղարկեն, բանակցությունների մեջ ենք իմ ֆարերից կդնենք, բնականաբար մի հատ վիդեո կունենանք Վրաստան գնալու, ինձ թվում է հենց ընդեղից էլ բանտաժ կառնենք կդնենք, դիֆուզորն ենք էսա փոխելու, էսի մի քիչ շատ անճորնի է, Սպոյլերը կհամոզենք Աշեկ փոխի։ Փոխում եմ արդեն, նվեր եմ տալ, դիֆուզորով, սպոյլերով։ Հələ պերեուչոտ չենք կարա, բայց ուզում ենք մինչև պերեուչոտ անելը սաղ պրծնենք, էլի։ Մեջը ինչքան հնարավոր գործ կար անելու արդեն արել եմ այս ընթացքում, մենակ ժամն է մնում դզենք ու մի խոսքով սենց լույսերի գույներն ենք փոխել, մանր մուներ։ Էթենք մյուս գործերն էլ անենք ու գանք արդեն պատրաստի վերցնենք ավտոն։ Հելանք Աշ։ Երեգ Արսենի մոտից ավտոն վերցրեցինք, այսպես թույն գործար է։ Դռների այստեղ էլ էր նիկել, դարել է սև։ Այլ համարները հանում ենք։ Գնանք գայի, պերեուչոտ անենք։ Ու մեր համարները դնենք վրան։ Բայց հələ լիքը գործ կանելու էլի այս ավտոյի վրա։ Ով նկատեց երեք դաժե սպոյլերն ենք անել, որովհետև вообще մեր ճաշակով չէր։ Դիֆուզորը արդեն առել ենք նորմալ M5-ի ստիլով դիֆուզոր, էսի կհանենք։ Ու բնականաբար հետագայում կգնանք Exhaust Երևան այս նասատկեքը փոխելու, բայց հələ հարցա փոխենք թե չփոխենք։ Կոմենտներում գրեք պարտադիր։ Սպասենք Աշեկը գնանք գայի։ Всё Աշե եկավ, բայց ոնց տենում եք G30-ով չենք։ Հələ որ 9 ավտոյով ենք, գնանք պերեուչոտ անենք, եթենք հետ գարաժ, համարները նոր դրենք ավտոյի վրա ու զբաղվենք մյուս գործերով։ Հավատացեք այդ ավտոն էլ ոչ պակաս արագ է դառնալու ու լիքը թույն կոնտենտ ապահովելու սենց ասեմ։ Հենց որ սպասեք լիքը ծուղա լինելու։ Всё-таки հետև կաշվա։ Չէ Աշ։ Это полисив, ոնց ասես։
Բերը ուչոտը արեցինք, արդեն եկանք, ոնց տենում եք համարները ավտոյի վրայա, բալը որ բան չի փոխվե, հեսա ընթացքային լիքը գործեր կանելու, համ խադավոյի վրա լիքը գործ կա պետք գնանք Արսենի մոտ, որ սաղ սարքի ու մանր մուներ էլի տենց սալոնի հետ կապված դետալներ կա։ Մի խոսքով այս վիդեոյի մեջ հույս ունեմ սաղ կսարքենք ու վերջնական տարբերակը ձեզ ցույց կտանք։ Գար հələ չնկարես, հեսա ստե թեքվենք ապե նոր նկարենք, նոր ըտեից կկդրես կդնես էլի, հեսա արևը չընկնի երեսիս։ Գար սպասում ես, չէ։ Արա մտե կարա, գարուն սպասում է։ Գարուն ինչքան պետք է անկապություն Որս արևարա, գարուն այդքան ժամանակ ունի արա հավայի նայես վիդեոն, այն գնաց։ Այս նույն ավտոյով մի քանի գործ կար անելու, գնացինք, որովհետև իմ ավտոն կանգնած է ու սպասում է, սենց ասած իր ժամին, մի քանի զապչաստ ունեինք, սենց մաներ մուներ, որը որ պետք է վերցնեինք ու գնայինք իմ ավտոյի մոտ, իսկ թե ինչ եմ անում իմ ավտոյի վրա, բնականաբար կարաք հետևեք Telegram-ում մեր, մեկ էլ Instagram-ի page-ում, որտեղ ընթացքում էսա story-ները գնալու, իսկ ավելի sense մտ թեթև clickbait անեմ, թե ինչա լինելու, իմ BMW-ն, իմ G30-ը դառնալու է այլ ավելի արագ ու ռեալ շատ արագ, նենց որ հաջորդ վիդեոն եթե ուզում եք դրա մասին լինի, պարտադիր կոմենտներում գրեք ու մտ ուզում եմ ձեր կարծիքները լսեմ, ինչ եմ արել իմ ավտոյի վրա, որ շատ ավելի հզորանա ու սենց ասած հասնեմ իմ նպատակին այդ ավտոյով այն արագությանը հասցնեմ, որը որ ռեալ ես շատ եմ ուզում։ Հենց որ կոմենտները չմոռանաք, կարդալու եմ ու սաղիդ պատասխանեմ։ Մեկ էլ մոռացել եմ ցույց տամ, որ այստեղ դիֆուզոր ունենք ու այդ դիֆուզորը նույն իմ ավտոյի դիֆուզորից է, սրա վրինը դուրներս չէր գալի ոնց որ ասացի, ես այդենք էտել հանենք, փոխենք, մանր մուները սալոնի սենց դետալներ կար, խոսքի այսի ջարդած է, որ ներվայնացնող է, պետք է սարքենք, այն հայլինը, այն շոֆերի հայլինը, ինչ-որ ծուր-մուր, այս մեկը նորմալ է, այնի ծուրը ու PSM-ի այն դաջիկի լարերը չկա, մի խոսքով սենց լայվ ֆորմատ է այսօր ու այդ սաղ կսարքենք, չգիտեմ կնկարեմ թե չէ։ Դե ինչ, օր երկրորդ, այս ավտոյի վրա արդեն որ ճիշտ ասեմ չեմ հասցել նկարեմ, Զարատկեն նստել էր GoPro-ի, բայց սվեչեկն ենք փոխել, որովհետև վատ վիճակում էր։ Ստեղ հայլին ենք քանդել, աշպարևի։ Հայլին ենք քանդել, որովհետև շատ վատ է նստում, ու ստեղ շտեկր կա պոկած։ Մի խոսքով այսպես վիճակ։ Մանր մուներ էլի բաներ ենք բզբզացե, ու այս ալեելի պետք է գործ անենք։ Դիֆուզորին հələ հերթ չի հասել, բայց սենց նայում եմ, որ ահա որ դուրս չի գալի, հեսա երևի կքանդենք։ Թազա դիֆուզորը արդեն ստե է։ Այս էլ իմ մեքենան է, հենց սրա պատճառով երեք շատ բան չհասցրեցինք անենք, որովհետև մի խոսքով սենց հələ մոյկա էլ դաժե չեմ տվել, նոր մի 100 կիլոմետր քշել ենք, երեք մի քիչ ապկատկայինք փորձի անենք, այսինքն հետաքրքիր բաներ աստեղ ավելացե։ Հենց հարես նկարեմ։ Արդեն ուշ է նկարում եմ։ Լից։ Այս տարի ֆինիշն եմ բոկում անել։ Ապե դու պետք է արդեն ասես օր 5-րդ, հələ սպասում ենք դրան աբիվկեն բերեն։ Այլիս աջ ռուլի է եղել։ Այլ ինչ կա, Աբիվկա եթե գործ ենք անում, սենց էլի մի խոսքով։ Կարճ ասած բան չմնա, շատ շուտով պատրաստ է լինելու, հենց որ բարև ձեզ։ Կապով։ Ոնց ինքը միանում է։ Գնում ենք ընդմիջման, Աշոտը որոշել է մոտով գա։ Дети не будут глупыми, сытые девки не бьют посуду. В это хочется поверить, но это фантастика. Не все может пачка, не все может настолько. Хочется поверить, что эта девка принуждена. Ты не зря, счастье точно не. Power off։ Լավ է գնդակը։ չունես։ Ահա, տեսած։ Ապա քշի հասցնենք նկարենք, ձերից չենք բրծնի չնկարի։ Ո՞նց է դա։ Բարբեկյու ընդմիջում անելու։ Բայց ասես որ գնանք արեմ կային ենք դեռ։
Արա լավ էլի աշարա։ Ջան, Արա ջոգիր ճանաչում ասում, ջան գլիկ ջան։ Արա ջոգիր։ Ուշտ եմ, արդեն լավ եմ։ Փոխարեն հենց հիմա ռետուշան եմ թափով շերևը, ներկա ավտոյից մեջ է։ Անկերասում կասկո ունեմ, հեսա կզանգեմ փողը կտանդը սպանի։ Արելավ էսի Կարասը փողն էլ ասեստան։ 1000 ասի քշել DJ-ի չգիտես։ վերնագիրը դնում ենք շուր տվեցինք մոտոն, Տեդոյի։ Այդ մի եղավ ախպեր, ես մեղ չունեմ։ Ափսոս այդ կադրը։ Արա նյուժելի է թուլը ապեն, այ։ Սաղ փշրվավ ջոգիր ինչ կա։ Սոսի ավտոն։ Ապա մի խոսքով։ Գյոզալ չիտվորկ են արա։ Ամի որ զանգես ապա ասես մոտոն ընկել է ավտոյի վրա չեն հավատա ջոգում, հա։ Անկեր հորսը նենց էլ բարվիսն եմ տենց կասկոյով փոխել չէ ավար։ Հեսա կգա նայ, ավկատի մեջ է մոտորը, հես ասենք 160 գալիս է։ Ոնց մոտոն ընկել է։ Լավ, էլի լավ փորձանք, տղավարի մի հատ բայլի, էսի է ափսոս։ Էսի կփոխվի, այս դետալն է ափսոս, փողը հələ հետ։ Ամենաբախտը էլեկտրից որ բախնա, որ բակը բան չտա իրենից։ Սա բակը չեն սարքում։ Ապե մեկը ամենասիրուն ավտոն հենա։ Շուտ ծառվելավ։ Այստեղով ընկավ որտեղ։ Արա ոնց ընկավ ես չկարծա բռնեմ ոտը չկապավ։ Ապա ոտը գետնին չկապավ, բարձր էր այս կոմը։ Ապա մի քիչ Գիր ընկա կողի։ Դեքի վրա էր դրա համար ունես։ Հա, բա դիք էր ոտս չկարծա։ Աշ, ըստ ասեք օսեների մի շարք, դուք նոր բանը կբացում ինչ-որ, հա։ Հա, թույն նորություն ալնելու, թույն։ Հաջորդ վիդեոյում եթե չլինի, մյուս վիդեոյում կասեմ, բայց Instagram-ի story-ներում ավելի շուտ կտենաք, որովհետև նորույթ առնելու արդեն գործի մասշտաբը ընդլայնվելու է ու լիքը լավ նորություններ է սպասվում, հենց որ չմոռանաք պատվից կանեք Instagram page-երին։ Այսենց, в общем, գազ ենք տալու։ Точно վախտին գազ տալու։ Դա դեպս եկեմ։ Մտակ ֆիքսը բերաշ։ Ասի դրի կապսնի։ Շուշեն չկա անգեր հեն անդե 1000 կտոր այլ է։ Գյոզալ Կավասակին արա։ Որ յանի վրա անդա։ Էսա в общем։ Ապա տուստը։ Էսի արի կարացի որ տենաս էստե ճակե։ Սաղն այլ է ուժը դեֆեկտով։ Էդի շուտվա է հոբ։ Էսի է հաստատ ծրվենայի։ Օրս ինչքան վնաս է Ապա ստա։ սաղ տեսել եմ։ Էսի է ոնց որ։ Վայ հորս հա։ Ու ավտոյի վրա է անգի ամենաբոթը։ Այդ այդ ռոլի պահը վաղցանք ստուգենք։ Թե չէ, ստեով էլ է էլի ու դարել է։ Ծռելա է։ Ռազմալ կեր։ Ծռելա չէ։ Ռազմալ մոտած ռեսկի կատես նորմալ է թե չէ նոր։ Կա գավերյան։ Դադվան կապ է։ Դադվան։ Ես մեջ էր ամը։ Չես ստուգում, արա բայց ոտերը ցավում է իրոք։ Մոտը քշելուց զգուշել եք մի խոսքով։ Դա քշելուց չէ, տեղը Արաշ, բայց փոխելուց։ ակերը շատ սիրուն ա եղել։ Մոտի չի լու մոտիկ ասել, ապա Բայց շատ սիրուն ա եղել սլիկները։ Արա կամաց չի դու։ Նայ նկարի գիժը։ Զենեկա պես նորմալ է լի մնացածը։ Օրի մի ապե չկա ջոգին ես։ աչա քաշում չէ։ Ապե աչես քաշում լուրջ։
Դե, 1500 կտոր։ Ապես էս շրվավ սա ասկոլկը կտվեց աչու։ Էս իստե կա առնենք, բայց թե զակաս պետք է տանք։ Գրիշին զանգը սա ստե չկա, բայց էսի ասես Մեկը շարավով պետք է փոքեն սական։ Ձերը բերես դրես տակ առաջադի։ Որ ավտոին չկպի։ Կարող է թրցնի։ չեք ենք էդի ինչ ուզում ես սա տաքս առաջ կա դրան։ Շատ սիրուն է ապա բոմբ։ Բարով ձեզ։ Հոտը չի կարած։ Կանք այնքան ցավտը մեջ է երեք չես պատկեցրի, ոնց կարա թողի։ Կային բաց են ընկեր որ թողում է։ Գար գրիքի ինչ տենում նկարում է, սաղ չգցես։ Ապա գցի, սաղ գցի, թող շլամիները տենա։ Լավություն է անում արդեն։ Ապա խես բացում ընկեր։ Տենակ շատ կամ։ Ախպեր քսարը կնես առավոտը։ Բարձած էս դեռ։ Սա 2 լիտրներն է, բայց իրանց կայֆ ունեն ապա, ոնց որ հոսանք լինի։ Ոչ ձեն է հանում, ոչ բան։ Ապե աշոտը դու ես։ Կլինի նկարվենք ախպերս հետ այդ։ Դու մի քիչ խոսամ ժողովրդի հետ։ Всё, նալ ջան, կապով։ Էդ էիր ուզում։ Բարևի ժողովրդին հետ։ Բարև ձեզ։ Ահա։ Հելանք Kawasaki Highline վերցրեցինք, նենցակ բախտերս բերեց շատ բան չեր եղել, բայց ամենայն դեպս մոտոն տենց տեխնիկա է, պետք է մի քիչ զգուշ լինեք իր հետ։ Հեսա մի հատ էլ գնանք մտ շատ լավ տեղ, ինչի մասին որ խոսում էի։ Չգիտեմ ասեմ թե չէ շուտա թե չէ, պրինցիպես վիդեոն որ դուրս գա արդեն այդ ամեն ինչը իրական է լինելու, դրա համար կարամ դաժե արդեն ասեմ, մենք նոր մասնաճյուղ ենք բացում ու շատ հետաքրքիր տեղ ու շատ հետաքրքիր լոկացիայում, որի մասին որ ինձ թվում է բոլորդ գիտեք, նենց որ Instagram-ին հետևողները հաստատ արդեն գիտեն այդ ամեն ինչի մասին։ Մի խոսքով թույն նորություններ է լինելու, մտնեք Instagram ու արդեն ընդեղից կհասկանաք ինչի մասին է խոսքը։ Համել հիշացնեմ, որ այս ավտոն դեռ ապկատկի մեջ է, մենք իրան մաքսիմալ low boost-ով սենց դաժե առանց boost քշում ենք, որ ուղղակի մի 1000 գոնե կիլոմետր անցնի, որտեղ ճիշտ ապկատկեն, այդ միշտ հիշեք, այդ նադյոժնի մոտորի, երկարակյաց մոտորի, են որ առաջին պայմանն է սենց ասած, նենց որ այդ շատ կարևոր է։ Հաջորդ վիդեոն երևի թե արդեն Վրաստանում կտենենք մեզ ու այս մեքենան այնտեղ պետքա քշենք, մի խոսքով շատ հետաքրքիր է ալնելու, այս վիդեոյի մեջ սենց սաղ լայվ ու ոնց որ առօրյա վիդեո է սենց ասած, լիքը տենց մի 10 օրվա վիդեո եք դուք հիմա տենալու այս վիդեոյի մեջ, սենց ասեմ, որտեղ ամեն օր մի քիչ նկարելու ենք այն հետաքրքիր բաները ու տենց կպցնենք իրար, բայց առանձին լինելու է նաև այդ Վրաստանի վիդեոները, եթե սպասում եք ու ուզում եք Վրաստանում առանձին վիդեոներ նկարեմ կողքեք հետ կապված, կոմենտներում գրեք, որ իմանանք։ Չես կարա նկարվես, ոսկե նկարվես։ Հա 70 պլյուս էի կարա։ Հալա ոչ մոտոտ գցել եմ արա մի հատ է նկարվի։ Բայց իսկ մայթխի նկարեց արա։ Չգիտեմ։ Մի խոսքով։ Դες դաժե YouTube-ի մեջ նկարվան կարա սազմա չի։ Անում գրիքն է զանգում։ Հա, ասում եմ նկարված։ Հա, մենք արդեն ջոգինգ որ նկարվանք։ Էդոն էլի ապա ասում եմ մոտոս գցել ես պետք է կոնկրետ ստանամ քեզնից։
7-7-ը ինչա բալ է հելնում, բալ չհելնի կարևոր։ 7000 դրամ։ Հա։ Վայ քորա։ Վայ։ Սամ արագույնից ավել է բալ հելնում։ Լավ, հասանք օբյեկտ արդեն ախպերս։ Լավ։ Ինչ էր ասում վայքորս։ Ասում է կես բալ։ Չի կարա Կես բալ կես բալ 7000 դրամ է։ Չի կարա կես բալ հելնում։ 20 արագություն։ Հələ մատ վերջապես հասանք այնտեղ որտեղ որ պետքա գայինք ու ինչի մասին որ ձեզ պետքա պատմենք, ճիշտ է հիմա վերջնական տեսքը չի, բայց մոտավորապես հասկացեք այս լոկացիայից Armenia TV-ին շատ կարևոր խորհրդանշական է ստեղ ու այն մարդկանցից ովքեր որ դուսը կանգնած են ու այս տեից Նարջան Ապե ասում եմ էսի clickbait թեթև, մինչև Հենց շատ թեթև հա իրականում։ Հենց որ այսուհետ համեցեք, մինչև որ էդիտոն դուս եկած էլի արդեն կարակ ամենակ Անաստաս Միկոյան 403 հասցեում ենք գտնվում մենք Հայ Գարաժ դիագնոստիկա կետայեմ կարճ ասած շատ լուրջ մեծ սերվիս է ստեղ հեսա դառնում ցանկացած առիթով կարակ մոտենակ հիմնականում BMW-ի, բայց նաև մենք ունենք խանութ սրահ, որտեղ լինելու է ամեն ինչ ցանկացած մեքենայի համար։ Համեցեք։ Նոր լրիվ միամիտ այսպես դետալ ենք հայտնաբերել մի հատ շատ լավ աղբեր այսպես մեզի գրեֆ արես հենց ասած համես հայլին, համես որ ասեմ ոնց է էսի հայտնվել, բայց ընդե այդի ամենախնդալուն է ավտո է բերե Ամերիկայից ու այդ ավտոյի մեջ այս կտորը ասեմ ոնց է հայտնվել կան միացնեմ ասեմ ոնց է հայտնվել այդ դետալը մեր մոտ որ այդ մոտոյի մռութը սենց ասած հայտնվել է մի հատ խփած ավտոյի սալոնի մեջ այդ ավտոն այդ մեր ընկերը վերել է ու այդ մոտոյի մռութը մնացել է մեջը բնականաբար իրան էդի պետք չէր գալու ունենց որ տվեց մեզ տանենք ձգենք ավտոյին Հայլինու վիզերներ պետք տանենք ձգենք մոտոյի վրա ու ոչ մի հետևանք չի Երևան այնս որ Հետևանքը չկար։ Մամ, դու էլի ասոբը բանը չկար Всё, գնացինք կհանդիպենք երևի վաղը Նորից բարև բոլորին, այս արդեն երկրորդ օրն է երևի ժամանակ չեմ կարող հատկացնեմ որ այս վիդեոն շարունակեմ նկարել, որովհետև ասոբը շատ բան չեն կարել այս ավտոյի վրա Սենց կարամ ցույց տամ, այս աբիթկեն ենք փոխել, որը որ ջարդված էր հազիվ ճարել ենք մեր ընկերը արտակից, ով որ BMW-ի ռասկուլաչի տունի համարը ապիսենյայում կթողեմ ում ինչ-որ մի բան պետք լինի, կարքին տղա է, կարակ իրանից առնեք, այս դուբը չեր համապատասխանում փոխել ենք ու մի հատ շատ հետաքրքիր բան ենք նկատել Երբ որ այսպես նայում ես հայլուն, մինչև վերջ ես հայլին դաժե, երբ որ այսպես տանում ենք դեպի դուրս, մեկա տենում ենք ավտոյի դուռը, բայց երբ որ նստում ենք պասաժիրի կողմում ու նայում ենք այս հայլուն, ինքը իդեալական ցույց է տալիս։ Իսկ այդ ինչ է նշանակում, այդ նշանակում է, որ այս հայլին դրել են աջ ռույլով մեքենայի հայլի, այսինքն շոֆերի կողմից անհնարավոր է նստես ու նորմալ տենաս այս հայլին ու ոչ մի ձև չկարողացանք գտնենք հայլուց, համենայն դեպս BSM-ն ենք սարքել, շտեկերը փոխել ենք, այս ավտոյի վրա այս պահի դրությամբ вообще ոչ մի աշիպկա չկա, մենակ գրում որ կապոտն է բաց, քշել ենք, տեստ ենք արել Մի խոսքով սաղ իդեալական է, դաժե հասցրեցի նորմալ ծրագիր գրեցի, այս ընթացքում այսօր առավոտը հելլեմ որոշել էի նորմալ ծրագիր անեի, վերջնական, որ արդեն պատրաստ լինի ու կարենանք հենց շթերը փոխենք, մի անգամից արդեն քշենք ու հաճույք ստանանք, ստեղ մնացել է մի հատ ռույլ գտնենք մեզ, ինձ թվում է այս վիդեոյի մեջ կփորձենք գտնենք ինչը որ էլի դժվար է Շթերն էլ արդեն գտել ենք ու
տվել ենք որ փչեն, որ գնանք մի անգամից այս մեր շթերը հանենք ու նորմալ շթեր դնենք, սրա որակը շատ վատն է, որ չգիտեմ, ահա որ վատ որակի շթեր էր ու այն պակետի, նենց որ սա փոխենք։ Օր ես իմ որերորդ մի խոսքով այս վիդեոն շատ հագեցած ա եղել, ինձ թվում է դուրներդ կգա այս ֆորմատը, եթե դուրներդ գա կարելի է ասենց ընթացքային վլոգներ նկարել մի քանի վիդեոն մեկ, ասենց առօրյա մեր այս գնալ գալը, առավել եւս որ այս վիդեոյի մեջ արդեն ոնց տեսակ նոր լոկացիա ենք ունենալու, այսինքն սենց ասած դիագնոստիկա է եմի նոր մասնաճյուղ լինելու, դաժե կարող է մեծ մասամբ հենց այնտեղ գործանենք, տեղափոխվենք այնտեղ սենց ասած, նենց որ հետաքրքիր օրեր են սպասվում, լիքը նորություններ, в общем, նենց որ հետևեք, պատվիսկա եղեք ու չմոռանաք լայքերը դնեք, որ մեր վիդեոները ավելի ակտիվ նայեն, ավելի շատ տարածվեն, ռեկոմենդացիաներ ընկնեն ու մի խոսքով մնացեք մեր հետ, իսկ մենք գնացինք Արսենի մոտ։ Օր ես իմ որերորդ, չգիտեմ արդեն որերորդ օրն է այս վլոգը նկարում եմ, բայց այսօր մի հատ շատ հետաքրքիր միջոցառման ենք մասնակցում, ինչի հետ կապված կուզեին նկարեի մի երկու կադր ու մի երկու բառ ասեի, ճիշտ է չեմ սիրում տենց երկար բարակ սիրում խոսքերով տենց ինչ-որ բաներ ասեմ, բայց ամենայն դեպս այսօր ապրիլի 24-ն է, մեծ Եղեռնի օրն է, ցեղասպանության օրն է ու ավտո սիրահարները, ավտո մոբիլային ֆեդերացիան ու մի քանի ակումբներ միասին տենց ավտո երթ են կազմակերպել, որին նաև մենք ենք միացել ու հիմա գնում ենք, ճիշտ է մի քիչ ուշացած, բայց գնում ենք միանանք տղեկին ու ավտո երթով գնալու ենք Սարդարապատ, կարճ, կոնկրետ ու հստակ կասեմ, որ չկա ոչ մեկին ներելու, սենց ուրիշ ոչի բան չեմ ասի, մեկ էլ ոնց որ գրիքն է սիրում ասի, առանց Թուրքի Հայաստան, վсё ուրիշ ոչի բան, ինձ թվում է այսքանը պարզ է, սաղին հստակ մեր դիրքորոշումը էլի, թե իմ, թե մեր թմի, այսօր գնանք կպնենք տղեկին, Սպասվենք տղեկը ռազվռոտ անեն ու կպնենք իրանց գնանք։ Արա դրոշս թռավ, կայնի վերցեմ գա։ Արա ոնց թռավ։ Թռա լավ քել նստի է քայ։ Արա դրոշս ոնց թռավ վրից հորս արած։ Ոնց են ախտես դրես։ Привет, գյաս։ Ո՞վ ասեի թռնում է, բայց ջոգի հետո որ շորուպներով ես գալու։ Եկանք հասանք Սարդարապատի հուշահամալիր, նկարվեցինք, մանեկանք ու մի հատ բան եմ ուզում ասեմ, ինչը որ դուրս չեկավ, ընդեղ մեզ մոտիկացան ու ասացին, որ ստեղ նկարահանումը, վիդեո նկարահանումը արգելված է, հետո եկան ասեցին վճարովի է, մի խոսքով շատ ամոթ բան էր իմ համար, այդ նենց տեղա, որ ինձ թվում է պետք է մի բան էլ ուզենան շատ մարդ նկարի, լուսաբանի, որ մեր սերունդներն էլ այդ սաղ իմանան, պատմությունը իմանան ու տեղակ լինեն տենց բաներից, բայց ինչ-ինչ պատճառներով չգիտեմ, ամենայն դեպս այդ ամեն ինչը վճարովի էր ընդեղ,
գինել չգիտեին, մի խոսքով տենց պետք է համաձայնեցվեր, sense մտ խառը թեմա, նենց որ շատ չթաթախվեմ, պրոստը որ սաղին մի հատ խնդրանք ունեմ, պրոստը հայ մնացեք մի քիչ, ուրիշ բան պետք չի։ Հիմա հետ գնանք ու վсё-таки կպնենք աշի ավտոյի գործերին, լիքը մանր բաներ պետք է անենք, այս վիդեոյի մեջ ամեն ինչ եղավ, մոտո շուռ տալ, չգիտեմ, տենց թազա սերվիզի բացում, սենց ավտո երդ, սաղ եղավ բացի աշի G30-ի պրոցեսից, որովհետև շատ երկար է այս վիդեոն ու ոնց որ դետալների պակաս լինելու պատճառով սենց ձգձգվեց։ Օր Արա բոլորն երևի 20 օր այս ավտոն հավաքում ենք, որ այս վիդեոն նկարում ենք հավաճիշտ, որովհետև սա դետալները ուշուշ են գալի ու ոնց որ լա պոլիցիա քանի որ աշի G30-ը որոշել ենք իմ ավտոյի պես հավաքենք, այսպես ֆարեր էինք զակած տվետսից, ասեմ ինչ պատմություն ունեն այս ֆարերը, քանի որ ստե շատ թանկ է, այս ֆարերը ճարել ենք Ղազախստանից, անդելից ուղարկել են Ռուսաստան, Ռուսաստանից բերել ենք ստեղ, մի խոսքով sense երկար ճամփա են անցել, ինձ թվում է կադրերը կտենեք ոնց ենք արդեն տեղադրում ավտոյի վրա, բնականաբար էլի Դելին անգելներ ենք դնելու, շատ ասիվն ասում Դելին անգելներ։ Դելին անգելներից համել արդեն հայ գարաժ շոփում կան, հենց որ ով ուզում է կարա անդելից գնա առնի, զանգի Նարեկին, կամ մաշիներական տարբերություն չկա, իսկ տարբերություն տեղադրելու համար ասեմ որ կարակ եւս մոտունեք մեր մոտ համ տեղադրվում է, համ ծրագրավորվում է, որովհետեւ այս ամեն ինչը բարձրապես տեղադրելով սա չի վերջանում, պետք է դա ծրագրավորվի, ճիշտ չեմ ասում։ Ահա, ոնց է պետք է ծրագրավորվի։ Շաթելն է կդնենք ու արդեն ինձ թվում է տեսքը կդառնա իդեալական, չէ՞ աշ։ Կպան։ Մի ծախի արա չի կապի։ Այսօր բացի աշի զարգացից ուրիշ բաներ ունենք, մի հատ upgrade-ը լիմանքոյի համար է եկե, բացենք տենանք ինչա եկե, ուրեմն ստոպ տվեք տենանք կարեք կուշեք եք ինչա սրա մեջ։ Ով է։ Մեր ավակ մասնագետն է, մտար YouTube վսյա դու, պրիբոր, լրիվ գլատկի, առանց կորցեքի, ճիշտ է դորես թայլի է, բայց շատ սիրուն է, ես ես եմ սիրում, սենց ասեմ, դաժան որ կորցեքը կա, էդի դուրս չի գալի, վսյա, գնենք եսի դնենք ու անցնենք առաջ։ Մի հատ ատայից ես կնոպկա հանելի կբեր, որ ես էր անում, մեկ էլ զվյոզդշկա, չեմ իշում, ինչ համար լիդեր որում ենք դեր։ Դիտես ենք կես հարց։ Աշեպի երևի մնա բանա, արման է դեպի։ Նայի։ Դե ինչ ֆարերը տեղադրեցինք, այսօր մյուս upgrade-ի օրն է, այս պրիբորը փոխում ենք full LED դնենք, այսա հանում ենք արդեն քանդման պրոցեսի մեջ է, մեր նոր գործանը բադավորի գործեր են անում։ Այն խոսքով այսպես վիճակ է։ Այն էլ աշնա։ Պրիբորն է բերում, ահն։ Այս պրիբորը պետք է դնենք։ Մաքրի, դավայ, մաքրի դու։ Դեսի վերջում կմաքրենք։ Սա հեսա դնենք, մեկը հեղուկը հետ դնենք ու նկարենք վերջնական տեսքը կտենակ։ Այսպես տեսք ունի պրիբորը, նոր ենք դրել, արդեն սա հավաքել ենք ու հիմա ծրագրավորում ենք։ Ասա ծրագրավորենք, քանի որ ստե հələ լիքը աշիպկեք կա ու 0 կիլոմետրա պրաբեգը ոնց տենում եք, ինքը 0-ական է արդեն։ Այսա կոդավորենք ու ստե լրիվ կկարգավորվի։ Всё, կոդավորեցինք, արդեն սաղ նորմալ վիճակում է, անդե մանր-մունր աշիպկեք կան airbag-ի հետ կապված, այս ռույլը պետք է փոխենք, եմի ռույլ դնենք, այս airbag-ի հետ կապված աշիպկա կա, պրաբեգը
արդեն կարգավորվեց։ Մի խոսքով դառավ թույն վիճակ, դաժե կարանք նենց անենք, որ սպորտ ռեժիմում էլ այս են սերի լինի, ոչ թե սենց կարմիր, բայց հələ որ սենց ենք թողում, հենց որ ռուլն եք փոխենք, աշիպկեն կվերանա ու երևի թե Վրաստանում նույն իմ ավտոյի բանտաժներից կդնենք այս ավտոյի տակ։ Դե ինչ, պարիբորը դնելուց հետո այս ավտոյին իրականում ռույլն էր պակասում, նայեք ինչ սիրուն ռույլ ենք տեղադրել ու հենց հիմա անում ենք մուլտիմեդիայի update, որ այս ավտոն full screen CarPlay ունենա ու դրանով արդեն երևի սալոնի սաղ գործերը վերջացած կարանք համարենք, մեկ էլ այս ավտոյին պակասում է արդեն բանտաժները։ Ոնց տենում եք, մենք արդեն սաղ ուժերով կենտրոնացել ենք մի լոկացիայում ու արդեն մեր սերվիզը սենց ասած լիարժեք աշխատում է, ճիշտ է այսօր դաժե երևի ամենաթեթև օրերից մեկն է, այսենց մեկ բարևի բոլորին։ Ողջույն բոլորին, ոնց հասկացաք։ Դուք գտնվում եք Դիագնոստիկա կետային YouTube կանալիկում, ոնց ես ընկերս։ Լավ, ոնց տենում եք ստեղ հայ գարաժ շոփը, դիագնոստիկա եմ, ընդհանուր հայ գարաժը, սաղս կպել ենք իրար ու թույն սենց սերվիզ ենք սարքել, հենց որ համեցեք ամեն ինչ ունենք ձեր համար սենց ասած։ Մելը կստացի, շատերը ինձ հարցնում են, ասում են խադավոն մենակ BMW-ը, մենակ BMW չի աշխատեց մոտ ուրիշ մեքենայի խադավոյ լալինում վերանորոգել, այս մարդուն մի հարցրեք, ինձ մի հարցրեք, ձեր մեքենաները բերեք, ցանկացած մեքենա սպասարկում այստեղ, ճիշտ է, մասնագիտացված ենք BMW-ի հետ կապված, BMW-ով ամեն ինչ ենք անում, իսկ կոնկրետ խադավոն ընթացագործի հետ կապված հարցերը եւս կարաք մոտենակ Անաստասի Կոչորս դույբերեք Արմենիա TV-ի դեմ դիմացը։ Մենակ ստացի, հենց հիմա Camry-ի, չգիտեմ ինչ են անում իհարկե, բայց մի բան անում են Camry-ի խադավոյի հետ կապված։ Մի խոսքով սաղ անում ենք, բայց BMW-ները ոնց որ շատ քիչ են հերթ տալի, որ տենց ավտոներ կան, նրանց որ նախապես գրանցվելու համար զանգեք մեզ ու ձեր ավտոները բերեք մեր մոտ սպասարկվելու։ Իմ ընկերոջը Edo-ին ինձ թվում է լիքը մարդ դաժե չի էլ ճանաչում, որտեվ ինքը միշտ եղել է կադրից դուրս, հետևորդների մասին է խոսքը, իմ շրջապատում սաղ իրան ճանաչել են ու սիրել են։ Կարակ տեսած լինեք այն կանաչ չարաբաստիկ մոտոն, որը որ շատ է երևացել մեր վիդեոների մեջ ու հենց այդ մոտոնա, որ այդ ազարտն է, ես սենց կասեմ, որ այսօր ընկերս մեր հետ չի, իրականում արդեն մի քանի ամիս անցել է ու մի քիչ ավելի տենց չեմ ասի համակերպված, որովհետև ինձ թվում է չենք կարա մենք այդ իրականության հետ համակերպվենք, ուղղակի մի քիչ ավելի վիճակից դուրս եկած սենց ասած ու դրա համար սենց ոնց որ կարում եմ այս ամեն ինչը ասեմ, կարում եմ նկարեմ այս վիդեոն, որովհետև այդ շրջանում որ սաղիս համար շատ ծանր էր, դաժե եթե կհիշեք մոտ մի քանի շաբաթ վիդեո ընդհանրապես YouTube չէինք գցել։ Ուզում էի այս վիդեոն լիներ YouTube-ում, ոնց ասացի, որ ժամանակ առ ժամանակ թե ես, թե մեր մյուս ընկերները նայելով գոնե փորձենք մեր կարոտը առնենք։ Իսկ ձեզ բոլորիդ մենք ու ես հանձինս խորհուրդ եմ տալիս չտրվեք տենց ազարտին, արագության հետևից չընկնեք, ով մոտոյա քշում առանձնահատուկ, որովհետև ես ինքս քշել եմ ու գիտեմ, որ ինչ բան է այդ, երբ որ դու ավելի ու ավելի ու ավելի արագ ես ուզում ու դրան վերջ չկա, իսկ այդ դեպքից հետո ես ընդհանրապես մոտո չեմ քշում ու հաստատ չեմ էլ քշի։ Ամենայն դեպս սիրեք ձեզ, ձեր ընկերներին, ձեր ընտանիքը, եղեք մի քիչ ավելի մտածող մեկըդ մյուսի հանդեպ, ներող մեկըդ մյուսի հանդեպ ու ամենակարևորը Աստծով եղեք։ Edo-ի մասին շատ բաներ կարամ ասեմ, բայց իմաստ չեմ տենում ասելու, որովհետև իմ շրջապատում սաղ գիտեն, թե ես ոնց էի իրան սիրում, ոնց էի իրան նվիրված ու այդ ամեն ինչը փոխադարձեր, ինքը կա, կմնա ու կլինի միշտ իմ մտքում, մի խոսքով չգիտեմ ինչ խոսամ, ամենայն դեպս դրեք այսքանով եզրափակենք, եղեք Աստծով ու փորձանքից հեռու։